օրակարգում ընդգրկված էր 14 հարց եւ ամեն մի հարցը վերաբերվում էր կոնկրետ թիրախային խմբերի, եթե դուք նկատի ունեք նոր էլեկտրական էներգիայի նոր բաժանորդների միացման վճարներին, այդ հարցը նկատի ունեք, այսինքն այսօրվա մեր նիստի այդ կետով որոշեցինք, որ էլեկտրաէներգիայի նոր բաժանորդների միացման վճարների սակագինը մոտ 30-ից 40% էժանացավ սովորական 0.4 լարման սպառողների համար։ Մեծ տվյալից դա կապված է հեռավորությունից, որտեղ ես հիշում եմ նախկինում այդ հարցը եւս քննարկվում էր, որ եթե օրինակ բաժանորդը գտնվում է ինչ-որ X հեռավորության վրա, ապա պետք է նաեւ ավելի բարձր վճարի մատակարարման միացման համար։ Այդ մասին զեկուցողը մանրամասն նշեց իր խոսքում, ես լրացուցիչ մեկնաբան եմ, որ միացման վճարները դրանք սահմանվում են երկու գումարելիների հիման վրա՝ հաստատուն ծախսեր եւ փոփոխական ծախսեր, եւ ձեր մատնանշած դեպքը վերաբերվում է հաստատուն ծախսերի մասին, որովհետեւ հաստատուն ծախսեր ասելով նկատի ունենք տվյալ բաժանորդին էլեկտրական էներգիայի բաժանորդ դարձնելու համար, ինչպիսի էլեկտրական սարք-սարքավորումներ, ինչպիսի օդային գծեր, ինչ հեռավորությամբ պետք է կառուցվեն եւ բնականաբար սնուցման կետից ավելի հեռու գտնվող բաժանորդների համար բնականաբար այդ գումարելին տարբերվող կլինի եւ մի քիչ ավելի մեծ կլինի, այսքանը։ Ամեսոպյան, տեսեք, ասում եք գինը, սակագինը իջացրել են այդ բաժանորդ դառնալու, բայց դուք օրինակ հաշվի առել եք այն, որ հեծի վրա դա իշքան ծանր կարող է նստել, այսինքն այդ հաշվարկները ինչի հիման վրա են։ Օրինակ մենք գիտենք, որ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքեր են վերջին տարիներին կառուցվել, ու այդ բազմաբնակարան շենքերի բնակիչները, որ արդեն ապրում են, իրենք բաժանորդ չեն։ Այսինքն պետք է դա աներ կառուցապատող, այսինքն ենթադրենք 2 տարի առաջ X գումարով, հիմա Y գումարով անելու, այսինքն այս դեպքում նաև, այսպես ասած, լավություն է արվում կառուցապատող ընկերություններին ըստ նախընտրական շրջանում։ Հարցը բացարձակ քաղաքական կոմպոնենտ չունի, չնայած դուք եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ կարող են իրենց ձև մեկնաբանել, կարծիք կազմել, դա ձեր իրավունքն է, բայց ես որպես հանձնաժողովի նախագահ եւ ոլորտը կարգավորող մարմնի ղեկավար պնդում եմ եւ ասում եմ, որ այստեղ բացարձակապես քաղաքական կոմպոնենտ մենք առաջնահերթություն չի եղել մեզ համար, ստեղծվել է հնարավորություն այսօր սակագինը միացման սակագինը նվազեցնելու եւ մենք գնացել ենք այդ ողջամիտ քայլին, իսկ թե ինչ պատճառով է դա ստեղծվել, դա այլ հարց է, ստեղծվել է այն պատճառով, որ արդեն ասացի իմ խոսքում, այդ սակագինը ձևավորվում է հաստատուն ծախսերից եւ փոփոխական ծախսերից, եւ փոփոխական ծախսերի մասով ունենք դրական դինամիկա եւ հաստատուն ծախսերի մասով, այսինքն ներկա հեծ ղեկավարությունը կարողացել է այնպիսի մրցույթներ անցկացնել, որոնց արդյունքում ձեռք բերվող սարքավորումները ավելի էժան գնով է ձեռք բերվում, իսկ փոփոխական ծախսերի մասով հիմնական դրական փոփոխությունը այն է, որ մեր հանրապետությունում սպառման ծավալները բավական աճ են գրանցել վերջին 1 տարում հատկապես եւ այդ փոփոխական ծախսերը կախված են նաև սպառման ծավալներից, հետևաբար եթե սպառման ծավալները տվյալ սպառողի մոտ պետք է աճեն, այն դրական ազդեցություն պետք է ունենա հեծի կողմից կատարված ծախսերի հետգնման ժամանակի վրա։ Մերսի։ Պարոն Մեծտոպյան, ես ճիշտ ասած չգիտեմ ընկերությունը, էլեկտրական ցանցերը հրապարակել են ֆինանսական հաշվետվությունը, թե ոչ, հիմա արդեն այդ ժամանակաշրջանը, երբ ընկերությունները տարեկան հաշվետվություն են հրապարակում, հանձնաժողովը ծանոթացել է դրան կամ դրա ասենք ինչ-որ աշխատանքային տարբերակին միգուցե ասենք աուդիտ չանցած չհրապարակված եւ ցուցանիշները արդյոք բավարար վիճակում են գտնվում։ Այդ հաշվետվությունները, այո, այդ ճիշտ եք նկատում, հիմա հենց այդ ժամանակաշրջանն է, որ ներկայացնում են, ծանոթացման այդ գործընթացի մեջ ենք, սիրով կպատասխանենք ձեր հարցին, երբ որ ամբողջը ավարտենք ծանոթացումը։ Տաշիչ կապիտալ Միլդան Հացակայի այդ գործող նիստի ժամանակ ես ուղղակի մեջ կոնեմ, որ որևէ սխալ բան չունի, հայտարարել են ընկերության ներկայացուցիչները, որ
Ընկերության ներսում կառավարման ճգնաժամի մասին ՀՑԿՀ-ի պնդումներն անհիմն են, ինչպես նաև լիցենզիայի զրկելու որոշումը, քանի որ այն ընդունվել է ընկերության ազգայնացնելու մտադրությամբ քողարկած օրակարգի ներքո, ներառել միջազգային պատվիրակությունների, մասնավորապես Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրված ներդրումների պաշտպանության կոնվենցիայի դրույթների խախտման։ Եվ նշում է, որ որևէ հիմնավոր բան չէ կարողանում, ՀՑԿ-ն չի կարողանում ներկայացնել ձեր արձագանքը։ Ես էլ պնդում եմ, որ նման հայտարարությունները հիմնազուրկ են եւ քաղաքական հայտարարությունները իրենց արածը ծայրից ծայր։ Մենք այդ որոշումը կայացրել ենք բավական երկար ուսումնասիրությունների արդյունքում, իրենք իրենց իրավունքների շրջանակում հիմա այդ որոշումը վիճարկում են դատարանում, դատական առաջին ատյանը արդեն պնդել է, որ մեր որոշումները իրավացի էին եւ ճիշտ էին, այդպես կշարունակենք երևի թե մյուս ատյաններում բողոքարկել իրենք ավելի շուտ, այնպես որ ավելացնելու բան չունեմ։ Բայց նշում է, որ դատաքննության ժամանակ էլ ՀՑԿ-ն հստակ չի ապացուցել հեծի խախտումները։ Սխալ են նշում, վերցրեք, բաց տեսագրություններ են եղել, ամբողջ ընթացքը ձայնագրվել է, հասանելի է եղել հանրապետության բոլոր բնակիչների համար, այդ երրորդյա երկարուձիգ նիստը եւ դրանից հետո բոլոր նիստերը։ Ես չեմ պատրաստվում սուբյեկտիվ մեկնաբանությունները եւս մեկնաբանել։ Ես պետական կառույցի ղեկավար եմ եւ արել ենք այն, ինչ որ բխում է օրենքի տառից եւ մեզ տրված լիազորություններից։ Եվ թե դուք անդրադարձաք, բայց եւս մեկ անգամ որպեսզի ճշտված խաղաղությունի այս փուլում նախընտրական փուլի արդեն մի քանի օր քարոզարշավն է մեկնարկելու այսօրվա որոշումը ընդունած։ Արդյոք կաշառքի կամ մեկ այլ այսպես բան չի քաղաքացիների, որ շահագրգռելու, որ գնան եւ ընտրեն ԿՊ-ն, քանի որ իրենք եկան եւ նոր բաժանորդները կարող են ավելի էժան գնով։ Ոչ, չեմ կիսում այդ տեսակետը, բացարձակ դա դրա հետ կապ չունի։ Մենք այս մասին դեռևս հայտնել էինք ամիսներ առաջ, որ կա մենք չէ ավելի շուտ հեծի ղեկավար կազմը, որը որ նախնական այդ ուսումնասիրությունների արդյունքում տեսել էր այդպիսի հնարավորություն, բարձրաձայնել էր, բայց բնականաբար մենք դեռ այդ ժամանակ չէին կարող նման որոշում կայացնել, որովհետև նման որոշումները որոշակի գործընթաց են անցնում, ինչ որ մեկ օրում մեկի ասածը միանգամից չի կարող հիմք հանդիսանալ, հետևաբար կարգավորվող մարմնի ղեկավարները ներկայացրեցին մեզ տվյալ դեպքում հեծի ներկա ղեկավարները այդ առաջարկությամբ հանդես եկան եւ նշված ժամկետներում այդ առաջարկները մեր կողմից, մեր աշխատակազմի կողմից, մասնագիտական ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվեցին մանրամասն եւ մենք էլ համոզվեցինք, որ այո, նման հնարավորություն կա այսօր, որից հետո կայացվեց այսօրվա որոշումը։ Եվ թեմայից դուրս մեկ այլ հարց, շաբաթօրը նշվելու է քաղաքացի օրը, Նիկոլ Փաշինյանը հրավիրում է Հանրապետության հրապարակ Անվիյան փողոց խորհրդված անելու, դուք որպես քաղաքացի մասնակցելու եք քաղաքացի օրվա տոնակատարությանը։ Առայժմ դժվարանում եմ ասել, իմ գրաֆիկը այնպիսի հագեցվածություն ունի, որ տենց 2-3 օր առաջ կանխատեսել, թե ինչ եմ անելու, դժվարանում եմ անկեղծորեն ասել, բայց եթե ազատ ժամանակ ունենամ, ինչու՞ չէ, միգուցե ես էլ կմասնակցեմ։ Նշել եք քաղաքացի օրը։ Տենց հիմա չեմ հիշում, բայց եթե տենց նշվող տոնը ինչ կա խանգարող, ես էլ կմասնակցեմ եւ կնշեմ։ Պարոն Պետրոսյան, այդ սակագների անմիջականորեն անմիջականորեն կապ չունի այդ սակագների հետ, բայց այդ խիտ կառուցապատումը հաշվի առնելով հեծը դիմել է հանձնաժողովին նոր ներդրումների, ասենք, հիմնավորումներով, որ ասենք միգուցե անհրաժեշտ է նոր ենթակառուցվածք, ասենք, ավելացնել կամ ենթակաների ձևով կամ ասենք օթային գծերը ավելի, ասենք, ուժեղացնելու ձևով, այդպիսի հարց քննարկվել է վերջին, ասենք, միգուցե մի քանի ամիսներին։ Հատկապես այն թաղապասերում, որտեղ ինտենսիվ է կառուցապատումը։ Նման հարցերը մշտապես են քննարկվում են թե տարեկան ներդրումային ծրագիրը ներկայացնելու ժամանակ, թե ներկայացնելուց հետո, որովհետև նման խնդիրներ կարող են ծագել նաև տարվա կեսից եւ չնախատեսված եւ հրատապություն պահանջող, հետեւաբար ձեր հարցին կոնկրետ պատասխանում եմ, որ այո, դիտարկվել ենք եւ դիտարկում ենք եւ այնպես չի, որ տարեկան ծրագրով ներդրումային, եթե հաստատված է այս անելիքները եւ դրանից դուրս հրատապություն պահանջող խնդիր առաջացել, մենք ասում ենք, չէ, սա պետք է մնա
մյուս տարի կամ այն մյուս տարի, այնպես որ այդ հարցերը ընթացքից փորձում ենք լուծել։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։